Փաշինյանը փորձում է եկեղեցու բնականոն կյանքը խոչընդոտել եւ տեսանք, որի հետևանքով Հայաստանում եպիսկոպոսատ ճյուղով գումարվել է, իրանք խոչընդոտեցին կոպիտ ձևերով։ Եկեղեցին իր բնականոն կյանքը կազմակերպելու համար որոշեց եպիսկոպոսական ժողովը Ավստրիայում կազմակերպել եւ այդ ժողովը չնայած իշխանությունների կողմից ստեղծված ապօրենի արգելքներին, լրջագույն խոչընդոտներին, այդ թվում վեհապար հայրապետի եւ 6 եպիսկոպոսների արգելքին Հայաստանից բացակայելու եկեղեցին կազմակերպեց եպիսկոպոսական ժողովը եւ եպիսկոպոսական ժողովը գումարվեց վեհապար հայրապետը on-line կերպով իր օրհնությունը բերեց եպիսկոպոսական ժողովին, նաեւ Մեծրիտան Ընկիլիկիոս կաթողիկոսը, Երուսաղեմի, նաեւ Ֆոսի պատրիարքները իրենց օրհնությունը բերեցին եպիսկոպոսատ ժողովին եւ նաեւ մասնակից ներկայացուցիչ էին ուղարկել եւ տեսանք նաեւ եպիսկոպոսատ ժողովի հայտարարությունը եւ նաեւ Պովնան arczepiskopos Տերտերյանը այդ եպիսկոպոսատ ժողովի բանախոսներից մեկն էր։ Այսինքն այն ամեն ինչը որ տեսեք հայաստանյաց այդ տիրադավ եպիսկոպոսներին կոմպրոմատներով, շանտաժով, պարտադրանքով, որ Նիկոլ Փաշինյանը իր կողքն է պահում, դրսում եղողները շատ արագ հասկանում են, որ եկեղեցու դեմ դուրս գալը արդարացի չէ, ազնիվ չէ, բարոյական չէ, իրենց ուխտին համահունչ չէ, եւ շատ արագ կերպով վերադառնում են էլի մայր եկեղեցին։ Եկեղեցին են նավահանգիստն է, որից նավերը դուրս են գալիս եւ անկախ կյանքի ծովի ալեկոծություններից, եթե չեն խորտակվում, վերադառնում են եկեղեցի։ Իսկ ովքեր չեն վերադառնում այդ խաղաղ բարոր նավահանգիստը, որը եկեղեցին է, իրենք մի օր պիտի խորտակվեն։ Կարծում ենք են Հայաստանյան են թեմակալ առաջնորդները, որոնք կոմպրոմատներով, պարտադրանքով այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են, վաղը մյուսօր իր կողքին չեն լինի, որովհետև իրենց Նիկոլ Փաշինյանի կողքին լինելը դա զուտ պարտադրանք է կոմպրոմատների պարտադրանքի տակ։ Իրենք ազատ կամարտայտություն չունեն։ Իրենց ազատ կամարտայտությունը չի կարող լինել պարտադրանքով։ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասեմ, ճնշման ներքո։ Իրենք այս պահին կարելի ասել գերու վիճակում են, բայց կարող են ազատագրվել առաջիկայում, ինքնուրույն կերպով ազատագրվել վերադառնալ եկեղեցի կամ այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի լինի, եւ այդ ոստիկանական ուժերով սենց ազգային անվտանգության, քննչականի, տարբեր այդ պարտադրանքներով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես խնդրանք, առաջարկ, ընկերական հորդոր եւ այլն, դրանք երբ որ չլինեն, իրենք բոլորն են կվերադառնան եկեղեցի, իհարկե այն մասը, որը դեռևս լուրջ կանոնական խախտումներ չի թույլ տվել։